Հարգարժան դատարան, ես էլ եմ միանում պաշտպանների եւ արդարների միջնորդությանը եւ ի սկզբանե ի տարբերություն իմ ընկերոջ գնդապետի ես ի սկզբանե գիտեի որ սա շինծուգործ է, քանի որ ես առաջին օրից ասել եմ եղել եմ սրբազանի կողքին եւ մենք ոչինչ հակապետական եւ հակաօրինական չենք կազմակերպել։ Հիմա ինչ կապված է միջնորդության հետ կապված, բնականաբար նույն շոուն է, որ ասում են, որ 21 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է եւ հանրային մեղադրողները, որոնց անկեղծ ես չեմ մեղադրում, ամեն մարդ ինքնավորոշում իր արարքների եւ Աստծո առաջ պատասխան տալու, որտեղ բոլորս ի սկզբանե դատախազինի, պատգամավորինի բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։ Իրանք են որոշել իրանց ճանապարհը եւ այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք, դա էլ իրանք են որոշել, բայց անկախ էս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա, էլի, դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ, էլի։ Հիմա դե գործը կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, ազգային ժողովի բարձր ամբիոնից են որ հայտարարեցի, որ այ որ իրանք լինեին խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք խանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդրեմ թե այդ ժամանակ են իրանք պաշտոնապես ասողներին, իջացնողներին չասեն, որ ասեն գոնե լավ այդքան անում են, գոնե կանոջը ազատություն տանք, որ այդ չարեցին, բայց հիմա կամք ունենան արել են պաշտոնները ստացել են, մեզ զրկել են մեր ընտանիքներից, նորմալ է, մենք հարմարված ենք դրան, մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, բայց գոնե թվում է ինքնաբացարկ հայտնեն գնան, նոր դատախազներ կան, միգուցե իրանց որոշումը փոխվի։ Եվ ուզում եմ մի բան էլ ասեմ, որ թիվը չեմ հիշում, բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը քննչական խմբի ղեկավարը, որը եւս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատվական հիմնարկում։ Շնորհակալություն։